Պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում։ Հայոց պատմության ընթացքում գոյություն են ունեցել մի քանի աշխարհակալություններ։ Դեռևս Քրիստոսից առաջ 27-26-րդ դարերում հայկական լեռնաշխարհի մշակույթը տարածվում է շատ մեծ հեռավորությամբ։ Հարավում այն հասնում է Սիրիա և Պաղեստին, հյուսիսում հասնում է մինչև Հյուսիսային Կովկաս։ Այնուհետև Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերում հայկական լեռնաշխարհի 17 երկրների համադաշտությունը իշխում է ողջ առաջավոր Ասիայի վրա և այդ իշխանությունը տևում է շուրջ 100 տարի։ Քրիստոսից առաջ 8-րդ դարի առաջին կեսին Արգիշտի առաջինի և Սարդուրի երկրորդի օրոք շուրջ 50 տարի Վանի թագավորությունը դառնում է առաջավոր Ասիայի գերիշխան տերությունը, այնուհետև Տիգրանյան աշխարհակալությունը և ի վերջո Բագրատունյաց հայոց թագավորության ժամանակաշրջանում հայոց արքաների իշխանությունը բացի բուն Հայաստանից տարածվում էր Վրաստանի, Աղվանքի, Աբխազիայի վրա, հասնելով հայկական Տավրոսից մինչև Մեծ Կովկասի լեռները։ Այս ամբողջի մեջ սակայն մեր ժողովրդի հիշողության մեջ հատկապես տպավորված է Տիգրան Մեծի աշխարհակալությունը ծովից ծով Հայաստանի մտապատկերով։ Ինչու է այդպես։ Հասկանալու համար այս հարցի պատասխանը անդրադարձ կատարենք Տիգրանյան դարաշրջանի իրադարձություններին։ Առաջավոր Ասիայում երկու տերություններ փորձում են այդ ամբողջ երկրամասը բաժանել միմյանց միջև։ Արևմուտքից անկաշկանդ, գուցե դանդաղ, բայց առանց կասեցնելու առաջ է շարժվում Հռոմը։ Իսկ մյուս կողմից Պարթևական պետությունը հասել է մինչև Եփրատի ափերը։ Ստորում երկու տերություններն էլ մինչև իրար սահմանակցելը կամ են ստեղծել բավական լավ բնագծեր։ Եվ այդ պայմաններում հայտնվում են երկու տերություններ, որոնք պատրաստ են ձեռնոց նետելու Հռոմին և Պարթևական պետությանը։ Դրանցից մեկը Պոնտական թագավորությունը, որտեղ իշխանության գլուխ էր եկել Միրդադ 6-րդ Եվպատորը, մի արտակարգ տաղանդավոր և իշխանատենչ մարդ, որը ազատորեն խոսում էր 2 տասնյակից ավելի լեզուներով, անգամ ցեղային լեզուներով, և որը իր առջև խնդիր էր դրել ստեղծելու մի մեծ հելլինիստական պետություն։ Իր հերթին Տիգրան Մեծն էլ ուներ իր ծրագրերը, որոնք ավելի շատ նպատակ ունեին հայկական թագավորություն տարածել դեպի հարավ, արևելք և հյուսիս։ Երբ Տիգրան Մեծը, որը գտնվում էր Պարթևական արքունիքում և սովորաբար ընդունված է ասել, թե պատանդ էր, չնայած բոլոր հիմքերը կան կարծել, որ մի փոքր այլ էր նրա կացությունը, երբ պիտի վերադառնար Հայաստան, որպեսզի թագավորական գահը շարանգեր, պարզվեց, որ այդպես հեշտությամբ չի կարող վերադառնալ։ Պարթևական արքունիքը նրանից պահանջեց 70 հովիտներ, որոնք ժամանակին Արտաշես առաջին թագավորը գրավել էր մարերից և որոնք ներկայացնում են 3 երկրամասեր՝ Կասպիենե կասպք, Փավնիտիս մարդպետական և Բասորոպեդե պարսկահայք։ Տիգրանը վերադարձավ Հայաստան բավական հասուն տարիքում, շատ բաներ տեսել, շատ բաներ հասկացել, լավ ուսումնասիրել էր իր հարևաններին և սա պատե ժամանակ էր, որպեսզի հենց այսպիսի մեկը բազմի իր հայրերի գահին։ Պատանդությունից վերադառնալով 45-ամյա Տիգրանը թագադրվեց մի վայրում, որը ոչ երկրի մայրաքաղաքն էր, ոչ էլ երկրի հոգևոր կենտրոնը։ Դա այն վայրն էր, որտեղ իր թագադրությունից շուրջ 2 տասնամյակ անց Տիգրանը պետք է կառուցեր իր աշխարհակալության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։
Իսկ դա նշանակում է, որ մինչև Հայաստան մտնելը Տիգրանը արդեն իսկ իր մտապատկերում ուներ ծրագրած մեծ տերությունը, ուներ մեծ տերության սահմանների ուրվագիծը, որի կենտրոնական շրջանում էլ հետագայում պիտի կառուցեր մեծ մայրաքաղաք։ Նա թագավոր դառնալով անմիջապես սկսեց իրականացնել ռազմական բարեփոխումներ, շարունակելով այն բարեփոխումների համակարգը, որը սկսվել էին դեռևս Քրիստոսից առաջ երկրորդ դարում Արտաշես առաջինի օրոք։ Նա առաջին շեշտը դրեց բանակի հարվածային հնարավորությունները մեծացնելու վրա, որի համար ստեղծվեց ծանրազեն զրահավոր հեծելազոր։ Տիգրանը աչքաթող չէր անում հետևակը, ի տարբերություն պարթևների, որոնց մոտ որպես կանոն հետևակը ստորադասվում էր հեծելազորի գործողությունների, եւ հակառակը, ի տարբերություն հռոմեացիների, որտեղ հետևակը փաստորեն ամբողջ խնդիրը լուծում էր հեծելազորին աննշան խնդիրներ թողնելով։ Լեռներում եւ հեծելազորի համար մեծ ազատ գործելու տարածություններ չկային։ Հետևակի գործողությունները շատ կարևոր էին, որովհետև կտրտված տեղանքում միակ զորատեսակը, որ ի վիճակի էր լինում ամբողջ ուժով մարդ վարել եւ ամբողջ ճակատամարտի ընթացքում դա հետևակն էր։ Բնական էր, որ լեռնային տեղանքում հայկական լեռնաշխարհում, իրանական բարձրավանդակում եւ հիմնական այն տարածություններում, որտեղ նախատեսում էր վճռական բախումը հակառակորդի հետ, Տիգրանը պետք էր հետևակ, մարտունակ հետևակ, որ ի վիճակի լիներ իր վրա վերցնել ամբողջ մարտի ծանրաբեռնվածությունը։ Այն պայմաններում, երբ որ Հռոմը եւ Պարթևական թագավորությունը պատրաստվում են Առաջավոր Ասիան բաժանել միմյանց միջև, կամա թե ակամա ձևավորվում է Պոնտական թագավորության եւ Մեծակի թագավորության դաշինքը։ Ստորում նախաձեռնությունը ամնից առաջ եղավ Պոնտոսի թագավորության կողմից։ Այն բանից հետո, երբ Տիգրան մեծը համոզվելով, որ ծոփած թագավորությունը հայկական թագավորություններից մեկը այլևս ի վիճակի չի որպես առանձին թագավորություն գոյատևելու եւ անհրաժեշտ է հայկական հողերի հավաքման այդ գործընթացում այն միավորել մեծ հայքի թագավորությանը, այդ ժամանակ Միրդատը հասկացավ, որ իր համար ուղղակի թե անուղղակի ամենալուրջ դաշնակիցը լինելու է Տիգրան մեծը։ Այս կապակցությամբ երկու խոսք։ Խնդիրն այն է, որ հավանաբար 111 թվականին Միրդատ 6-րդ Եվպատորը ապաստան գտավ փոքր հայքի թագավորությունում, որտեղ իշխում էր Անտիպատրոսը։ Սա ժառանգներ չուներ, եւ տեսնելով, թե ինչ տաղանդավոր մարդ է Միրդատ ապագա 6-րդը, ի վերջո նրան կտակեց իր թագավորությունը։ Այնպես որ Միրդատը սկզբում դարձավ հայոց թագավոր եւ ոչ թե պոնտական թագավոր։ Փոքր հայքը երբեք չդիտվեց Միրդատի կողմից նվաճված երկիր։ Ավելին ասեմ, նա իրեն այստեղ ավելի ամուր էր զգում, քան Պոնտոսում։ Նա 75 միայն ամրոցներ կառուցվեց փոքր հայքում, որտեղ պահում էր իր գանձերը։ Նվաճված երկրում մարդիկ սովորաբար իրենց գանձերը չեն պահում։ Այն հանգամանքը, որ Միրդատը ամեն դեպս եղել է փոքր հայքի թագավոր եւ այնուհետեւ էլ համարվել է հայոց թագավոր, նույնիսկ երևում է Եվտրոպիոսի հատուկ տեղեկությունից, որտեղ աշխատության մեջ Միրդատը ոչ այլ ոչ պակաս անվանված է Rex Ponti et Armeni, այսինքն Պոնտոսի եւ Հայաստանի թագավոր։ Երկրի ներսում բարեփոխումներ անցկացնելուց հետո Տիգրան մեծը Քրիստոսից առաջ 93, ապա նաև 91 թվականներին Միրդատ Եվպատորի հետ դաշնակցած նվաճումներ իրականացրեց Փոքր Ասիայի տարածքում։ Նվաճումներ իրականացում էին հետևյալ պայմանով. նվաճված ողջ տարածքը անցնում էր Միրդատ Եվպատորին, իսկ ամբողջ ռազմավարը, շարժական գույքը, անասուններով, ռազմակերիներով տեղափոխվում էր Մեծ հայքի թագավորություն։ Փաստորեն Տիգրանյան արշավանքների առաջին փուլը Սոփքի միացումը եւ կապադոկիական արշավանքները ապահովեցին Տիգրան մեծի ապագա արշավանքները տնտեսական եւ մարդկային ռեսուրսներով։ Այսպիսով
նաև ավելացնելով աղվանքի եւ վիրքի նվաճումը, որոնք պետք է տեղի ունեցած լինեին վճռական հակամարտությունից առաջ, տեսնում ենք, որ Տիգրանը անվտանգ դարձրեց մեծ հայքի հյուսիսային, արևելյան եւ արևմտյան ամբողջ սահմանները։ Ըստ որում շատ կարևոր է այն հանգամանքը, որ հայոց թագավորը որպես կանոն կայազորներ էր հաստատում այդ գրավյալ երկրներում։ Ըստ որում դա միանգամայն հասկանալի է Տիգրան Մեծի ժամանակ, բայց եթե մենք վերցնում ենք զորանամակը եւ փորձում ենք հասկանալ այդ շատ հետաքրքիր փաստաթուղթը, տեսնում ենք, որ անգամ դրանից շատ ավելի հետո 3-րդ դարում 4-րդ դարի սկզբին հայոց թագավորությունը հատուկ 4000-անոց զորամաս էր պահում Աղվանից եւ Վրաց թագավորություններում, որոնք կոչվում են գրավյալ երկրներ։ Քրիստոսից առաջ 87 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին շուրջ 1 ամիս տևողությամբ Հայաստանի երկնակամարում երևաց գիսավոր աստղ, որն այսօրվա գիտության մեջ ընդունված է կոչել Հալեի գիսավոր։ Բացառիկ այս իրադարձությունը հայ իրականության մեջ ընկալվեց որպես հայոց տիրակալի երկնային նախանշան, մանավանդ որ հենց այդ տարի մեկնարկած պարթևական արշավանքով հիմք դրվեց Տիգրանյան աշխարհակալությանը։ Մեզ են հասել մի քանի տասնյակ դրամներ, որոնց վրա Տիգրանի թագին ավանդական ութաթև աստղի եւ երկու արծիվների փոխարեն տեղ է գտել գիսավոր աստղը, հայոց տիրակալի հաջողության երկնային նախանշանը։ Իդեպ վերջին անգամ Հալեի գիսավորը Հայաստանի երկնակամարում երևաց Ղարաբաղյան շարժման նախօրյակին։ Հենց Միրդադ երկրորդը վախճանվում է եւ նրան պետք է հաջորդեր նրա ազգականներից մեկը Ապստամբ Գոտարզը, որը մոտ 3-4 տարի անջատել էր Միջատգետքը պարթևական կայսրությունից, Տիգրան Մեծը անհապաղ անցավ գործողության եւ հարվածեց հենց Միջագետքին։ Ընտրված էր եւ հարմար պահը եւ հարմար ուղղություն էր ընտրվել գործողությունների համար։ Հարձակման պահը հարմար էր, որովհետև պարթևական տերությունում սկիզբ էին առել երկպառակտչական պատերազմներ, որոնք զգալիորեն հյուծել էին դեռ մի քանի տասնամյակ առաջ հզորության գագաթնակետին գտնվող պարթևական պետությանը, հարձակման ուղղության ճիշտ ընտրությունը ռազմավարական առումով մի քանի առավելություններ էին տալիս հայկական բանակին։ Հարցն այն է, որ հայոց բանակը պարթևական տիրույթներ ներխուժեց այն 70 հովիտներ կոչվող տարածքով, որը Տիգրան Մեծը հանձնել էր պատանդությունից ազատվելու եւ գահին հաստատվելու համար։ Պարթևական թագավորությունը պիտի ասել այդ ժամանակ Առաջորասիայի երկրորդ զորուժն էր։ Հռոմին գրեթե հավասար, այնպես որ այս պատերազմը կարծես թե պիտի հայերի համար բավականին ծանր լիներ։ Տիգրանը այստեղ հարվածը կենտրոնացնելով պարթևներին անսպասելի գործողություններ էր հարկադրում։ Պարթևները հավանական պետք է համարեին հարձակումը դեպի Ատրպատական, սակայն այս ուղղությունով գրավելով ամրաշինական այս ամբողջ համակարգը, Տիգրանը զորքը մտցրեց հյուսիսային Միջագետք, որտեղ էլ Ասորեստանի երբեմնի մայրաքաղաք Նինվեի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևական հիմնական ուժերին։ Հնարավոր չէր դիմադրել մի ուժի, որը հիանալի գիտի պարթևական ռազմական մեքենան, հիանալի հարմարվել է պարթևական տակտիկային, ունի ոչ պակաս հզոր հեծելազոր, բայց միևնույն ժամանակ հայկական բանակի ուժը հետևակն էր, գծային հետևակը կարելի ասել ֆալանգի հետնորդը, որը կլասիկ էր, դասական էր տարածաշրջանում եւ պարթևները իհարկե նրա դեմ կռվել չէին կարող։ Դեպի հարավ շարժվելուց հետո հայկական բանակը կտրուկ շրջում է իր հարձակման ուղղությունը եւ շարժվում դեպի արևելք, որով սպառնալիք էր ստեղծվում Ատրպատականի թագավորության եւ պարթևական տերության հիմնական մասի կոմունիկացիոն ուղիների վրա։ Եվ այնուհետև մուտք գործեցին դեպի Մեծ Մարաստան, մոտեցան մինչև Էկբատանը, որը պարթևական թագավորների ամառային նստավայրն էր, ավերեցին եւ հրկիզեցին Ադրաբանա կոչվող ամրոցը եւ պարթևական թագավորությունը այլևս այլ ելք չտեսնելով ստիպված եղավ կնքել խիստ ծանր պայմանագիր։
Այս պատերազմի ամենակարևոր առանձնահատկությունը կարճատևությունն է։ Մարտական գործողությունները ընթանում են 1 տարուց քիչ ավելի ժամանակահատված, Քրիստոսից առաջ 87-86 թվականներին։ Հարցն այն է, որ հին շրջանում երբևիցե մեծ պատերազմները 1 կամ 2 տարի չէին տևում։ Տիգրան Մեծը ամնից առաջ պահանջեց այն բոլոր հողերը, բացառությամբ որոշ երկրամասերի, որոնք գրավել էին հայկական բանակի կողմից, պետք է արդեն միացվեին հայոց թագավորությանը։ Միաժամանակ պարթևական թագավորը կամենում էր թե ոչ հայտնվում էր Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում։ Եվ դրա ամենավառ արտահայտություններից մեկը այն էր, որ պարթևական թագավորը համաձայնվում էր հայոց թագավորին զիջելու արքայից արքատիտղոսը, բավարարվելով միայն արքատիտղոսով։ Ըստ որում սա դեռ մեն արտաքին կողմն էր, որտեղ հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Տիգրան Մեծի հաղթանակը բավականին մեծ փոփոխություններ առաջ բերեց պարթևական թագավորության մեջ։ Շուտով այնտեղ հայտնվեց մի նոր թագավորություն Քարակենի անունով, այնտեղ Էլևմայիսը։ Եվ այս բոլորի հետևանքով ստացվեց, որ այլևս պարթևական թագավորությունը պարզապես ի վիճակի չի դիմագրավելու հայոց թագավորությանը։ Տիգրանը փոփոխական բախտ է ունեցել, քանզի նա սկզբում պատանդ է եղել պարթևների մոտ, այնուհետև պարթևները որպես վարձ ստանալով 70 հովիտ Հայաստանից նրան վերադարձնում են։ Նա հզորանալով, թե այդ վայրերը ետ վերցրեց, թե նվաճեց նրանց երկիրը։ Պաստորեն Տիգրան Մեծը մի քանի տարվա ընթացքում արքայից արքա դառնալով դարձավ բոլորովին նոր որակի մի գահակալ ամենահզոր առաջավոր Ասիայում, իսկ Հայաստանը դարձավ մի միջուկ, որի շուրջ տարածվում էին ֆեդերատիվ, կոնֆեդերատիվ հիմունքներով զանազան երկրներ, թագավորներ, դինաստներ, որոնք հասնում էին մինչև Արարատյան լիճ եւ մինչև Ինդոս գետի ավազանը, մինչև Պարսից ծոց։ Դրանից հետո հայոց թագավորություն ծավալվում է հյուսային Միջագետքում, աշճանաբար գրավում է Օսրոյենեն, գրավում են Կորդված թագավորությունը, որտեղ իշխում էր Զարբիևնոսը, որ հետագայում դավաճանեց հայոց թագավորին, այնուհետև գրավում են Կոմագենեն եւ պատրաստվում են գրավելու Սելևկյան պետությունը, որ ինչ որ ժամանակ նույնիսկ տիրապետություններ հաստատել Հայաստան։ Կոմագենեի հայոց թագավորությունը, ուր իշխում էր Երվանդական դինաստիայի միջուղը, կամովին ընդունեց Տիգրանի գերիշխանությունը։ Քրիստոսից առաջ 70 թվականին գահ բարձրացած Անտիոքոս Երվանդունին, որը կառուցեց աշխարհահռչակ Նեմրութի սրբավայրը, կրում է հենց Տիգրանյան թագը։ Այս թագը, որ գիտության մեջ հայտնի է հայկական կամ Տիգրանյան թագ անունով, տեղ գտավ նաև Կոմագենեի թագավորության դրամների վրա։ Կոմագենեի հայոց թագավորությունը Քրիստոսից առաջ 66 թվականին անցավ Հռոմի գերիշխանության տակ եւ գոյատևեց մինչեւ Քրիստոսի ծննդյան 72 թվականը։ Տիգրան Մեծի քաղաքական, տնտեսական ծրագրերի մեջ մտնում էր մերձավոր արևելքի միավորումը մի պետական համակարգի մեջ։ Այս ճանապարհին անհրաժեշտ էր նվաճել հաջորդ խոշոր տերությունը, դա Սելևկյան տերությունն էր։ Պիտի ասել, որ ասորիքի, որը փաստորեն Սելևկյան պետության միջուկն էր, գրավումը կատարվեց այնքան հետաքրքիր եւ այնքան խաղաղ ձևով, որ նույնիսկ զարմացրել է ուսումնասիրողներին։ Խնդիրն այն է, որ այդ պետությունը ծվատվում էր ներքին հակասություններից, քաղաքական կռիվներից թուլացած, այժմ ժողովուրդը ավելի շատ մտածում էր, թե ում ենթարկվի։ Այլևս չէր մտածում սեփական քաղաքալների ենթարկվելու մասին, այլ մտածում էր, թե ում հրավիրի։ Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա եւ նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրին ասորիքը եւ նրա թագավորներին։ Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը եւ սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր։ Ոմանք կարծում էին, որ պետք է հրավիրել Միհրդադ Պոնտացուն, մյուսները Եգիպտոսի Պտղոմեոսին։ Բոլորը համաձայնության եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջ, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի Պարթևների թագավորության դաշնակիցն էր եւ Միհրդատի խնամին։ Եվ այսպես
Հրավիրված լինելով ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշի հանգիստը եւ ոչ ոք նրան չէր հանգստացնում։ Տիգրան Մեծը անցավ Եփրատը, մուտք գործեց Անտիոք եւ պիտի ասել այս ամեն անցավ շատ խաղաղ, որտեւ ինքը ասորիքը շահագրգռված էր ցամաքային առևտրի մեջ եւ բնականաբար Տիգրանը, որ ցամաքային առևտրի ճանապարհները ամբողջությամբ վերցել էր իր ձեռքը, վերահսկում էր բոլոր կարևոր զարկերակներին, նրանց համար ընդունելի տարբերակ էր։ Փաստորեն մենք գործ ունենք հին աշխարհում չլսված մի համակարգի հետ, երբ նվաճվող կողմը խնդրում է նվաճողին, որպեսզի նա տիրապետություն հաստատի իր տարածքում։ Առաջին հայացքից Տիգրան Մեծը չէր կարող հավակնել Սելևկյանների գահի փրկչի իր դերին, որովհետև նա նախ հելենական ինչ-որ թագավորական տան ներկայացուցիչ չէր, իսկ դա այս շրջանում շատ կարևոր պետք է լիներ, եւ երկրորդ էթնիկ ընդհանրություններ չուներ ասորիքի հիմնական բնակչության հետ։ Հայկական բանակը Քրիստոսից առաջ 93 թվականին Պոնտոսի թագավորության զորքերի հետ ներխուժել էր Կապադովկիա եւ գրավել երկիրը։ Պայմանավորվածության համաձայն անշարժ գույքը մնացել էր Պոնտոսի իշխանության տակ, իսկ շարժական գույքը անցել էր հայկական կողմին։ Շարժական գույքի տակ հասկացվում էր նաև ոչ միայն անասունները, այլև այն մոտ 100,000-անոց բնակչությունը, որ գաղթեցվեց եւ տեղափոխվեց մեծ հայքի թագավորություն։ Այս մարդկային հսկայական զանգվածի տեղափոխումը իրականացնելու խնդիրը բնական է պետք է դրվեր հին աշխարհում միակ համակարգը հանդիսացող բանակի վրա։ Եթե հայ զինվորականությունը թույլ տված լիներ անընդունելի վարքագիծ, ապա Տիգրանի հեղինակությունը չէր կարողանա այն աստիճան բարձրանալ, որ նա ասորիքում դիտվեր որպես Սելևկյանների գահին փոխարինելու հավանական թեկնածու։ Տիգրանը որոշեց արդեն ձեռնամուխ լինել ծովափի գրավմանը։ Բայց այն պահից, երբ հայկական բանակները փորձեցին գրավել Միջերկածովյան ավազանի արևելյան ափերը եւ հյուսիս-արևելյան ափերը, պարզվեց, որ այստեղ առանձնապես հայկական ուժերին սպասողներ չկան։ Հատկապես այն զարգացած երկրները Բերիտ, Տյուրոս, Սիդոն, Արադոս եւ այլն շատ ավելի շահագրգռված էին Միջերկածովյան առևտրի մեջ։ Նրանց հայկական ծովային տերությունը պետք չէր։ Բայց այստեղ իր վճռական խոսքը ասեց հայկական բանակը։ Տիրելով Միջերկրական ծովի արևելյան ափի քաղաքներին, դրանցից մի քանիսին, որոնց մեջ էր Լաոդիկեն, Բերիթը, ներկայիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, Տիգրան Մեծը շնորհեց ազատություններ։ Ազատություններ ստացած քաղաքները ի նշան երախտագիտության իրենց նոր քաղաքային տոմարը Քրիստոսից առաջ 81 թվականին սկսեցին հաշվել Տիգրան Մեծի շնորհումից եւ իրենց քաղաքային դրամների վրա թվականները նշում էին նոր տոմարով։ Հայոց տիրակալը իր նվաճումներում անգամ ազատարար էր։ Միաժամանակ հայկական զորքերը հարավում հաղթանակի հասան նաբաթեացիների թագավորության նկատմամբ, Հրեաստանի նկատմամբ։ Այդ ժամանակ էլ լուր է հասնում, թե հայոց թագավոր Տիգրանը 300,000 զորքով ներխուժել է Սիրիա եւ գալիս է Հրեաստանի դեմ։ Սա բնականաբար ահաբեկեց թագուհուն եւ ժողովրդին։ Ուստի նրանք բազում եւ արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան եւ դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս քաղաքը։ Դեսպանները հանդիպելով նրան խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն եւ ժողովրդին։ Իսկ նա գնահատելով այն, որ նրանք արդեն ժամանել են այդքան հեռու տարածությունից, լավագույնս հուսադրեց։ Միաժամանակ հայոց թագավորին փաստորեն ենթարկվեցին, թեկուզ դաշնակից կոչվելով Պարսից ծոցի արաբական ցեղերը։ Միաժամանակ հայոց թագավորի ճակերտավոր դաշնակիցներ դարձան Միջին Ասիայի Օքսոս կամ Արաքս գետի ափին գտնվող ցեղերը, որոնք հավանաբար սակառավուրներն էին։ Այնպես որ ստացվեց, որ այս ամենի հետևանքով ձևավորվել է մի տերություն,
որը իր քաղաքական ազդեցության գոտիով, բուն կայսերական տարածքով եւ հետո կտեսնենք նաեւ քաղաքական հետաքրությունների շրջանակով իրենից ներկայացում է մի ահռելի տերություն 3 միլիոն քառակուսի կիլոմետրից ավելի մեծ տարածքով։ Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին։ Իսկ այժմ նա հապատակեցրել է բազմաթիվ ժողովուրդների, խորտակել էր, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին պարթևների հզորությունը։ Իսկ միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով բռնագաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքին մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական պետքերի համար։ Նրա մոտ գտնվում էին շատ թագավորներ, որոնց ծառաների դիրքին էր դասել։ Տիգրանի տիրույթները կապվում էին Եգիպտոսի հետ, Կելոսիրիայում և Պաղեստինի տարածքում, կապվում էին Հինդուկուշի, Հինդոսի ավազանի հետ, մյուս թևում, հարավում ծովն էր, Պարսից ծոցն էր և Հնդկական օվկիանոսը, իսկ հյուսիսում Կովկասյան լեռները, Սև ծովը և փոքր ասիական իր դաշնակից Մեհրդադ Եվպատորը։ Դեռևս ժամանակին Մեհրդադ Եվպատորը փորձել է իր քաղաքական ազդեցություն հաստատել Եգիպտոսում, այնուհետև էստաֆետը մի տեսակ վերցրեց Տիգրան Մեծը եւ վերջո կարողացավ հերթական Պտղոմեոսին բարձրացնել եգիպտական գահ, դեռևս հայկական իհարկե այստեղ գերիշխանություն չկա, բայց եթե Տիգրան Մեծի տերությունը պահպանվեր ավելի երկար, ապա անվերապահորեն կարող ենք ասել, որ Եգիպտոսը նույնպես մաս էր կազմելու այդ ահռելի տերության։ Եվ վերջապես մի հատված էլ կա, որի մասին սովորաբար չեն խոսում, խնդիրը վերաբերում է ծովահեններին։ Տիգրան Մեծը կարողացավ իր ազդեցության տակ առնել Միջերկածովյան ավազանի ծովահեններին, որոնք հաստատվել են Կապադովկիայի տարածքում, տարածվել են դեպի արևմուտք։ Բնականաբար, սրանք, որ ասենք անմիջապես գտնվում էին հայոց տերության մեջ, իհարկե ճիշտ չի լինի։ Բայց այնուամենայնիվ, ինչ որ միտեղ նրանք փաստորեն իրականացնում էին հակահռոմեական այն քաղաքականությունը, որը ինչ որ միտեղ թեկուզ եւ անուղղակի ձևով թելադրվում էր Տիգրան Մեծի կողմից։ Եվ վերջապես տերության իմաստով անդրադառնանք մի կարևոր խնդրի եւս, այն է Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցմանը, որովհետեւ նոր տերությունը պահանջում էր նոր մայրաքաղաք։ Այս մեծ նվաճումների հետևանքով Արտաշատ մայրաքաղաք մի տեսակ հայտնվեց տերության ծայրամասում։ Տիգրան Մեծի երկրորդ մայրաքաղաքը սկսած Քրիստոսից առաջ 83 թվականից Անտիոքն էր, Սելևկյանների մայրաքաղաքը, որը գտնվում էր Հայոց հողից դուրս։ Սակայն Տիգրան Մեծը ոչ Անտիոքը, ոչ էլ նվաճված տարածքներում գտնվող որևէ այլ քաղաք չէր էլ պատրաստվում դարձնելու իր գլխավոր մայրաքաղաքը, քանի որ հայրենապաշտ տիրակալը չէր կարող իր գլխավոր տունը կառուցել օտար հողում։ Եվ նոր մայրաքաղաքը կառուցվեց այնտեղ, որտեղ Քրիստոսից առաջ 95 թվականին թագադրվել էր Մեծն Տիգրանը։ Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ։ Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ, ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով։ Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ։ Կառուցվեց այն ժամանակվա աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը, որի միայն պարիսպներն ունեին 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրություն։ Ժամանակակից չափերով արտահայտված, պարիսպներն ունեին 8 հարկանի շենքի բարձրություն։ Տիգրանակերտը լի էր գանձերով, շքեղ կառույցներով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները հանուն թագավորի նկատմամբ տածած սիրո և հարգանքի միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։ Որն է
տարբերությունը Տիգրան Մեծի փաստորեն քաղաքացիական շրջանի քաղաքաշինության կամ օրինակների այստեղ զարմանալիորեն մենք տեսնում ենք երկ-քաղաք հասկացության առաջացումը հայտնի է որ Տիգրան Մեծը նոր մայրաքաղաք Տիգրանակերտը Արքունի պողոտայով կամ ճանապարհով կապեց արդեն գոյություն ունեցող մայրաքաղաքին երկակի քաղաքների գոյությունը միավորված մեկ Արքունի ճանապարհով մենք հետագայում տեսնում ենք որ 19-րդ դարում արդեն առաջանում են այսպես կոչված գծային քաղաքներ հասկացությունը երկկենտրոն կառավարման կամ երկու խոշոր քաղաքաշինական միավոր կապող օրինակներով որը զարմանալիորեն համարվում է հենց 19-րդ դարի կամ 20-րդ դարի սկզբի հայտնագործություն այնինչ մենք արդեն իրեն նախատիպերը կամ նախաձևերը տեսնում ենք Տիգրան Մեծի ժամանակաշրջանում Հայտնի է, որ նա մի Տիգրանակերտ կառուցեց Մասսոս լեռների հարավային լանջերին եւ գիտնականները կարծում եմ իրավացիորեն տեղադրում են սովորաբար Թել Արմանդի կամ Թել Էրմենի կոչվող հնավայրում։ Բայց թագավորը նաեւ կառուցեց մի Տիգրանակերտ, որը ասում է գտնում էր Զևմայի գետանցի եւ Օլիբերիայի միջև։ Ենթադրում են, որ Տիգրան Մեծը կառուցել է երկու Տիգրանակերտներ ուտիքի տարածքում, մեկը Արցախի անմիջական հարևանությամբ։ Եվ վերջապես Տիգրանը հավանաբար կառուցել է եւս երկու բնակավայր իր անունով, որոնցից մեկի անունը պահպանվել է Պտղոմեոսի աշխարհագրության մեջ եւ կոչվում է Տիգրանովանա, ամենայն հավանականությամբ Տիգրանավան, եւ սա գտնվել է Ուրմիո լճի հարավ-արևելյան մասում։ Եվ վերջապես մի Տիգրանավան էլ կառուցվել է ներկայիս Նախիջևան ինքնարար հանրապետության տարածքում, այսինքն բոլոր հելենիստական թագավորների պես Տիգրան Մեծը, որը փաստորեն հասել էր միահեծան իշխանության, աշխատում էր իր անունը հավերժացնել բազմաթիվ քաղաքներ կառուցելով։ Հին մայրաքաղաք էր նաև պաշտամունքային կենտրոն լինելով, բայց Տիգրանակերտում չգնաց պաշտամունքային ֆունկցիան, այնտեղ գնաց միայն կառավարչական ֆունկցիան։ Այսինքն մեծ աշխարհագրական տարածք ընդգրկող պետությունը փաստացի կարիք ուներ կառավարչական կենտրոն մայրաքաղաք ունենալու։ Տիգրան Մեծի տերությունը իր պետական կառուցվածքով իհարկե բնականաբար տարբերվում էր մինչ այդ մեծ հայքի թագավորության պետական կառուցվածքից եւ նաեւ իրենից հետո արդեն շարունակվող հայկական թագավորության պետական կառուցվածքից։ Տիգրան Մեծի իշխանությունը անսահմանափակ է։ Նրա կամքը օրենք է։ Նրա մի մատի շարժումով քաղաքները ավերվում են, մատի շարժումով քաղաքներ են կառուցվում, այնպես որ եթե մենք վերցնում ենք բացարձակ իշխանությունը գտնում է թագավորի ձեռքին։ Սակայն մյուս կողմից պետք է ասել, որ այնպիսի օղակներ, ինչպիսին հնից եկող աշխարհաժողովներ շարունակում են գոյատևել։ Արքունիք։ Արքունիք իրենց ներկայացնում է բազմաթիվ գործակալություններ։ Ըստ որում այդ գործակալությունները ունեն իրենց սպասավորները կամ աշխատողները։ Դժբախտաբար մենք չգիտենք ինչպիսին էր Տիգրան Մեծի ժամանակ, բայց գիտենք, որ Արշակ II-ի ժամանակ միայն երբ որ ճաշի էին նստում, 900 մարդ այդ գործակալությունների աշխատողներից նստում էին ճաշի, չհաշված ովքեր ոտքի վրա էին անցկացնում ճաշը։ Ինչ վերաբերում է արդեն գործակալություններին, կար հազարապետության գործակալությունը, որը զբաղվում էր տնտեսական գործառնությամբ, ստերևույթին կար 4 սպարապետություններ, որոնք պիտի տարբեր ուղղություններով ապահովեին երկրի անվտանգությունը եւ դատելով որոշ խնդիրներից, անուղղակի տվյալներից, թերևս սպարապետ որպես այդպեսին թագավորը չուներ, ինքը թագավորն էլ հանդիսանում էր զորքերի գլխավոր հրամանատարը։
Նա իր բանակում տեսնում էր այդքան ցեղեր ու թագավորներ։ Ծանրազեն հետևազորի բազմակույտ մարտաշարքեր, հեծելազորի բազմաբյուր գնդեր։ Իրավի, նա ուներ 200,000 պարսավորներ և աղեղնավորներ, 55,000 այրուձի, որից 17,000-ը զրահավորված էր։ Թվական այս տվյալը բերվում է Սենատին հղված Լուկուլոսի զեկույցից։ 150,000 ծանրազեն հետևազոր, տարբեր թվականակ ունեցող զորատեսակներում դասավորված։ Այս ամենին գումարած 35,000 սակրավորներ, որոնք զբաղված էին ճանապարհներ անցկացնելով, կամուրջներ կառուցելով, գետերի մաքրմամբ, փայտահատությամբ և այլ կարգի աշխատանքներով, որոնց դասավորեցին զինվորների շարքերի հետևում, բանակին տալով ավելի ազդեցիկ տեսք և միաժամանակ ավելացնելով նրա հզորությունը։ Վերջապես կարելի ասել, որ մեծ դատավարություն կար, որը պիտի գտնվեր գլխավոր քուրմի ձեռքին։ Թագադիր ասպետության պաշտոնը, որտեղ արդեն ավանդույթով դեռևս վաղ ժամանակներից եկող պիտի թագավորը պալատական արարողությունների ժամանակ եւ գահաբարձանալիս թագադրվեր այդ պաշտոնյայի ձեռքով։ Արքունի տիկնապահ գունդը, մախազական գունդը, որը միայն հակառակ ուսումնասիրողների տեսակետի կազմված էր ոչ թե 6,000 զինվորներից, այլ 10,000 զինվորներից, եւ այդ բանը կարելի է պարզել զորանամակի տվյալներով։ Կային անշուշտ այլ, ասենք թե պաշտոններ են, որոնց մասին զուտ կարելի է կռահել, ասենք թե սուրհանդակապետ, թագավորական շահապ, այսինքն քաղաքների կառավարիչը, արքունի մատրվական պետ։ Քրիստոսից առաջ 73-ից 71 թվականներին տեղի ունեցավ Միհդադյան երրորդ պատերազմը, որում Միհդադ Եվպատորը պարտություն կրեց հռոմեական զորքերից։ Պարտված Միհդադ Եվպատորը փախուստի դիմեց և ապաստան գտավ Հայաստանում։ Լուկուլոսը պատվիրակություն ուղարկեց Հայաստան, խնդրելով իրեն հանձնել Հռոմի երդվյալ թշնամուն։ Սակայն Տիգրանը ոչ միայն չհանձնեց իր դաշնակցին և ազգականին, այլև չէր շտապում վերադառնալ Հայաստան և շարունակում էր շուրջ 1 տարի Փյունիկիայի հարավում զբաղվել իր պետական գործերով։ Խնդիրն այն է, որ իր հետախուզության տվյալներից Տիգրան Մեծը քաջատեղյակ էր, որ Սենատը չի լիազորել Լուկուլոսին պատերազմելու Արևելքի մեծ տիրակալի Տիգրան Մեծի դեմ։ Լուր եկավ այն մասին, որ հռոմեական զորավար Լուկուլոսը մտել է Հայաստան։ Սա անսպասելի էր, որովհետև ստրատեգիական տեսանկյունից Հռոմի համար անընդունելի էր մտնել մի հսկայական տերության սահմանը առանց պատրաստի լինելու պատերազմի։ Եվ հետագա ընթացքը ցույց տվեց, որ հռոմեացիները պատրաստ չէին Հայաստանը նվաճելու եւ այդպես չկարողացան դարեր շարունակ վերջնականապես այն նվաճել։ Կարճ ուղղակի անդրադառնամ բուն դեպքերին, ինչպես նրանք վերականգնված են։ Տիգրան Մեծի առաջապահ ուժերը շարժվում են արագ Հայաստան, լուր ստանալով հռոմեացիների ներխուժման մասին, քանի որ սա անսպասելի էր եւ Հռոմը Հայաստանին պատերազմ չէր հայտարարել եւ չէր էլ պատրաստվում, ճիշտն ասած, հայտարարել։ Երբ Տիգրան Մեծը 6000-անոց թիկնապահ գնդով հասավ Հայաստան, Տիգրանակերտ մայրաքաղաքը պաշարված էր։ Այդ թիկնապահ գնդի մի մասը կատարեց հատուկ նշանակության մի գործողություն։ Փոքրաթիվ այս զորագունդը կարողացավ կատարել հերոսական մի քայլ։ Նա ճեղքեց հռոմեական բանակի պաշարումը, մտավ մայրաքաղաք եւ այնտեղից կարողացավ անվտանգ դուրս բերել թագուհուն, կանանոցը եւ արքայական գանձարանը։ Այս դեպքերը ցույց են տալիս, թե որքան ծիծաղելի են հռոմեացի պատմիչների տեղեկությունները Տիգրանակերտի ճակատամարտի մասին, որը տեղի ունեցավ դրանից քիչ անց Քրիստոսից առաջ 69 թվականի հոկտեմբերի 6-ին։ Առաջին ընդհարման ժամանակ հայկական բանակը անհաջողություն կրեց։ Լուկուլոսին սպասում էր երկրորդ հաջողությունը, որը սակայն պետք է լիներ նրա վերջին հաջողությունը այս պատերազմում։ Տիգրանակերտում գտնվող հույն վարձկանները դավաճանաբար բացեցին դարպասները։ Մեծ մայրաքաղաքի անկման այս պատմությունը դաս է հետագա սերունդներից համար, որ երբեք չի կարելի հույսը դնել օտար զինվորի վրա։ Լուկուլոսը որոշեց շարունակել առաջխաղացումը։ Ճանապարհին Տիգրանը սկսեց կիրառել հանկարծակի հարձակումների մարտավարություն։
Հայկական հեծելազորը, որի գլուխն անցել էր Տիգրանը, հանկարծակի գրոհներով հակառակորդի համար անսպասելի վայրերում էականորեն կաշկանդել էր հռոմեական բանակի գործողությունները։ Հռոմեացիները չէին կարողանում պատկերացնել, թե արագաշարժ հայկական այրուձին որ կողմից կարող է հարվածել։ Հռոմեական հետախուզությունը չէր կարողանում կողմնորոշվել հակառակորդի իրական գտնվելու վայրի մասին։ Այդ է պատճառը, որ Արածանին այնուամենայնիվ գետանցել որոշելով Լուկուլոսը սկսում է գործողություններ, որի արդյունքը Արածանիի ճակատամարտն է։ Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեական պատմիչներն իհարկե դա չեն ներկայացնում որպես պարտություն, այլ իբր հռոմեացի զինվորները կարոտել էին հայրենիքը եւ որոշեցին վերադառնալ հայրենիք։ Սա նույնքան ծիծաղելի է, որքան Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեացի 5 զոհի դիմաց հայերի տված 155,000 զոհը, մանավանդ որ դրանից շատ կարճ ժամանակ առաջ մենք տեսնում ենք, որ Տիգրան Մեծի 6000-անոց թիկնապահ զորքի ընդամենը մի մասը կարողացել էր 2 անգամ ջարդալ հռոմեացիներին եւ մայրաքաղաքից դուրս բերել Թակուհուն կանանոցը եւ արքայական գանձարանը։ Հետաքրքիր է ռեակցիան, որ մենք ունենք հայկական իրականության մեջ, հայերը մեծ նշանակություն չեն տվել Լուկուլոսի արշավանքներին Հայաստան եւ խորենացին ուղղակի նկատում է, որ Վայկուն անունով մի ավազակ ուղղակի ասպատակում էր երկիրը Տիգրանը վերադարձավ ու նրան դուրս շպրտեց երկրից։ Հայաստանում կրած պարտության համար Լուկուլոսը պաշտոնան կարվեց եւ նրա փոխարեն արևելք ուղարկվեց Պոմպեոս զորավարը։ Քրիստոսից առաջ 67 թվականի վերջին եւ 66 թվականի սկզբին ստեղծվեցին երկու ռազմական խմբավորումներ։ Հռոմը եւ Պարթևստանը դաշին կնքեցին ընդդեմ Հայաստանի եւ Պոնտոսի։ 66 թվականի սկզբին ըստ պայմանավորվածության հռոմեական զորքերը Պոմպեոսի գլխավորությամբ արշավեցին Պոնտական թագավորության դեմ, իսկ պարթևական զորքերը արշավեցին դեպի Հայաստան։ Պոմպեոսը կարողացավ պարտության մատնել Բիլդադ եւ Պատորին եւ փախուստի մատնել նրան իր երկրից։ Բիլդադն այս անգամ ապաստան գտավ իր որդու մոտ Բոսպորի թագավորությունում, որը գտնվում է ներկայիս Ղրիմի տարածքում, եւ Քրիստոսից առաջ 63 թվականին ինքնասպանությամբ վերջ դրեց իր կյանքին։ Մինչդեռ պարթևական զորքը, որը արշավել էր դեպի Արտաշատ, պարտություն կրեց եւ դուրս շպրտվեց Հայաստանից։ Սկսվեցին բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում հայկական կողմը զիջող չէր, որովհետև ըստ էության հայերը առայժմ հաղթող էին եւ Տիգրան Մեծը նույնիսկ նվաճել էր Գալաթիայի մի մասը եւ ստեղծել էր մի հետաքրքիր բուֆերային գոտի ապագա հարձակումների ժամանակ թշնամու հարձակումը ավելի թույլատնելու ժամանակ շահելու համար։ Այդուհանդերձ Տիգրան Մեծը որոշեց գնալ զիջումների։ Խնդիրն այն է, որ իր դաշնակից Պոնտոսը լիովին նվաճվել էր եւ հայոց տիրակալը մնալու էր մենակ ընդդեմ Հռոմի եւ Պարթևստանի, փաստորեն միայնակ ընդդեմ ամբողջ աշխարհի։ Նա կարող էր շարունակել պատերազմը հանուն տիրակալի իր փառքի։ Չէ որ ընդամենը 1 տարի առաջ նա հաղթել էր Հռոմին Լուկուլոսյան պատերազմում, իսկ ամիսներ առաջ հերթական անգամ ջարդեր տվել պարթևներին։ Սակայն դրանով նա կարող էր վտանգել իր երկրի ապագան միայնակ մնալով ամբողջ աշխարհի առաջ։ Երբ կշեռքի նժարներին դրված էին տիրակալի իր փառքն ու հայրենիքի ապագան ու անվտանգությունը, Տիգրան Մեծն ընտրություն կատարեց հանուն հայրենիքի։ Նա որոշեց հրաժարվել նվաճած տարածքներից, լիովին պահպանելով մեծ հայքի թագավորությունը։ Հռոմեացիները ցնծությամբ ընդունեցին Տիգրան Մեծի հաշտության առաջարկը եւ սկսեցին սիրաշահել նրան։ Չնայած հռոմեացի պատմիչների գոռոզամիտ արտահայտություններին, դա ակնհայտ է դառնում նաև այն փաստից, որ հյուսիսային միջագետն ու կորդված աշխարհը պարթևահռոմեական նախնական համաձայնությամբ պետք է անցնեին Պարթևստանին, սակայն հռոմեացիները սկսեցին ամեն ինչ անել, որպեսզի այդ տարածքները մնան Տիգրան Մեծի տերության սահմաններում, եւ դրանք մնացին։ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծն ավարտեց իր պատերազմական կենսագրությունը եւ եւս 10 տարի իշխեց խաղաղությամբ, արքայից արքա տիտղոսը փոխանցելով իր ժառանգներին։ Ով էր իրեն Հայաստանում զգում Տիգրան Մեծը։
Տիգրան Մեծը ժառանգն էր հին արքայական հարստությունների դինաստիաների։ Եվ իրեն զգում էր տերը, որը ոչ միայն լիիրավ տեր է այս երկրում, այլև ունի մեծ պարտականություններ, ինչպես հայրը իր զավակների նկատմամբ։ Հետևաբար Տիգրան Մեծը հոգատար մարդ էր, նախ եւ առաջ իր ժողովրդի, իր երկրի նկատմամբ։ Այս առումով Տիգրանը չտեսնված կերպով ծաղկեցրեց Հայաստանը։ Տիգրանը մյուս կողմից միապետ է, որը երբեք չի մոռանում, որ իր հպատակներն են ոչ միայն հայերը, ոչ միայն մեծ հայքը, այլև շատ այլ երկրներ։ Եվ Տիգրանը այս առումով բավական հանդուրժողական քաղաքականություն է վարում այս ժողովուրդների նկատմամբ։ Նա երբեք չի ջարդում, չի կործանում նրանց ավանդույթը, նրանց լեզուն, երբեմն չի նեղացնում նրանց աստվածներին, նրանց աստվածները հարգված են Տիգրան Մեծի կողմից։ Աստվածը պետք է հարգեր աստվածներին, իսկ այդպիսին էր Տիգրանը իր տերության սահմաններում։ Հյուսիսային Միջագետքի Բավյան հնավայրում մինչ օրս պահպանվել է Տիգրան Մեծի պատկերաքանդակը ժայռի վրա, որը փորագրվել է պարթևների դեմ նրա տարած առաջին հաղթանակի առթիվ։ Գերմանական Աուգսբուրգյան թերթի հաղորդման համաձայն Տիգրան Մեծի պատկերաքանդակով եւ մեծածավալ հունարեն արձանագրությամբ մի կոթող է գտնվել Արևմտյան Հայաստանում, որը 1869 թվականին Տրապիզոնի անգլիական հյուպատոսը փորձել է ուղարկել Լոնդոն բրիտանական թանգարան։ Կոթողը անհետացել է։ Ռուսական դեսպանիային հարցին, թե թուրքական կառավարությունն ինչու էր խոչընդոտում անգլիական հյուպատոսին, Թուրքիայի մեծ վեզիրը պատասխանել է, որ իրենք սուլթանից ունեն հրահանգ ոչնչացնել այն ամենը, ինչ հայերին կարող է հիշեցնել իրենց հերոսական անցյալը։ Նման ճակատագրի արժանացավ Կապադովկիայից հայտնաբերված մի սաղավարտ, որի վրա կար արձանագրություն Տիգրան թագավոր հայոց և աշխարհի արարչագործության 5571 թվական։ 1893 թվականին այն ուղարկվեց Կոստանդնուպոլիս և անհետացավ։ Բարեբախտաբար 1908 թվականին երկու ֆրանսիացի գիտնականներ Ժերպանյոնը և Ժալաբերը հրատարակեցին այդ կարևոր արձանագրությունը։ Հետաքրքիր մի փաստ. Լուկուլոսյան պատերազմի ժամանակ Հայաստանից ռազմագերի է տարվում Տիրան հայ կազնը, որը նշանավոր քերական էր և հռետոր։ Շնորհիվ իր գիտական բարձր մակարդակի ռազմագերի տարված գիտնականը դառնում է Ցիցերոնի մտերիմ ընկերներից մեկը և ղեկավարում նրա հիմնած քերականության և ճարտասանության դպրոցը Հռոմում։ Սա խոսում է Տիգրանյան ժամանակաշրջանում հայոց դպրության բարձր մակարդակի մասին։ 1970 թվականից սկսված հին Արտաշատի պեղումները օրեցօր տալիս են նոր նյութեր, նոր հնագիտական տվյալներ, որոնք փայլուն կերպով լուսաբանում են այս դարաշրջանը։ «1990-ից 94 թվականներին Տիգրանյան ոգով տոգորված հայ ազատամարտիկները ազատագրեցին Հայաստանի հյուսիսարևելյան մի շարք շրջաններ։ 2006 թվականին հայ հնագետները ազատագրված տարածքներում հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը։ Նագահ բարձրացավ մեզանից 2100 տարի առաջ։ Նա ընդամենը 25 տարվա ընթացքում կարողացավ տասնապատկել հայոց գերիշխանության սահմանները։ Նրա ոգին ու անունը դարձան իր ժողովրդի հավիտենական ուղեկիցները։ Նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է լինել արքայից արքա ու մնալ բարեպաշտ։ Նա մեծ ընտիգրանն էր, հայրենապաշտ տիրակալը հայոց։